Երիկամների անբավարարությունը դա լինում է սուր, այսինքն երիկամների սուր հիվանդությունների դեպքում, այսինքն սկսում է եւ քրոնիկ հիվանդությունների դեպքում էլ է դա շարունակվում եւ ավելի խորանում։ Դա հիմնականում ցույց է տալիս սկզբնական շրջանում երիկամների թեժ ֆունկցիան եւ եթե չի բուժվում, չի բժշկվում, ապա այն վերածվում է արդեն օրգանական փոփոխությունների եւ շատ բարդ իրավիճակների է հանգեցնում պացիենտին։ Նշեմ, որ դիալիզը, այսինքն երբ որ արյունը ֆիլտրացիա են անում, դա ժամանակ է տալիս, որպեսզի հիվանդության պատճառը գտնվի եւ բժշկվի։ Դիալիզը ինքը բուժման ձև չի, այլ պալիատիվ միջոց, որը օգնում է պացիենտին ժամանակ շահել, բայց եթե դիալիզի հետ մեկտեղ ուրիշ սիմպտոմատիկ ճնշող դեղորայքներ են խմում, երբ որ ախտանիշը ավելի է ճնշվում եւ դրա հետ մեկտեղ ուրիշ դեղորայքներ են օգտագործում, ճակերտների մեջ դեղորայք, քանի որ երիկամների հետ խնդիրներ ունեցողների շատերի մոտ ճնշումը կարող է բարձրանալ, այդ ժամանակ իրենք տալիս են ճնշումը իջեցնող, բայց շատ մեծ օրգանիզմին մեծ վնաս հասցնող պրեպարատներ, որոնք ավելի են բորբոքում երիկամները եւ լյարդը։ Ստացվում է երիկամով հիվանդը դիմում է բուժվելու, բայց քանի որ ճնշում է ունենում, ճնշում իջեցնող հաբ են տալիս, որպեսզի ճնշեն այդ ախտանիշը, այլ ոչ թե երիկամները բուժելուց ճնշումը իջներ, այդ պացիենտի երիկամը ավելի ու ավելի է բարդ հիվանդանում եւ շատերը զարմանում են, թե ինչու է այդքան արագ իրենց վիճակը վատթարանում։ Եվ նշեմ, երիկամների անբավարարության մի մասը կարող է լինել թեժ ֆունկցիաների պատճառով սկսել օրգանիզմում, որոշակի այսինքն երիկամների թեժ ֆունկցիաների, կարող է սկսել նույնիսկ մակերի կամներից, նորան փոխանցվել երիկամներին։ Մի մասը դա սխալ բուժումներից է, երբ որ անդադ ճնշում իջեցնող հաբեր են խմում, կամ ուժեղ հաբեր, որոնք ուրիշ հիվանդություն են ճնշում, լյարդի հիվանդությունները, աղիների, հակաբորբոքային պրեպարատներ, դրանց մեծ մասը շատ մեծ վնաս է հասցնում երիկամներին եւ հնարավոր է նաեւ լինում են դեպքեր եւ ակնհայտ այդպիսի դեպքեր շատ կան, երբ որ երիտասարդը վարակվում է միզասեռական այսինքն սեռավարակով, միզասեռական օրգանների հիվանդություն է ձեռք բերում, հարուցիչը ճնշվում է դրանից հետո հակաբիոտիկով, հարուցիչը անցնում է ներս եւ այդ թույնը ներսում է արտադրում եւ շատերի մոտ լորձաթաղանթներով փոխանցվում է երիկամների, այսինքն սկզբից միզապարկ, հետո երիկամներ։ Եվ 10 տարի, 5 տարի, եթե այդ քրոնիկ հիվանդությունը մնում է, այդտեղից է կարող է անբավարարություն առաջանալ երիկամների, ընդհուպ մինչև վիրահատման, այսինքն որ երբ որ դոնոր են ճարում եւ փոխում են։ Նշեմ, որ եթե հիվանդությունը այս խնդրի պատճառով է, երիկամ փոխելով հիվանդությունը դուրս չի գալու, հնարավոր է նորից կրկնվի։ Լինում է նաեւ ֆիբրոզ հյուսվածքներ, երբ որ առաջանում երիկամներում, օրինակ նույն կալցիումի յուրացման պրոբլեմների, անկման հետ կապված, այսինքն երբ որ յուրացում չկա, նույն քրոնիկ բորբոքումների ժամանակ, նույն իմունային հարձակումների ժամանակ լինում է, որ եթե օրինակ քրոնիկ ինֆեկցիոն հիվանդություն կա երիկամներում, ապա իմունային համակարգը անդադ ինքը իրեն այսինքն հարձակվելու է եւ այդ ինֆեկցիոն այսինքն հարուցիչների կամ սպորների վրա, էպիթելային բջիջների կամ լորձաթաղանթների ընդհանրապես օրգանիզմում եւ դրա հետ մեկտեղ նաեւ հարձակում է գնալու սեփական հյուսվածքների վրա, որովհետեւ երբ որ վերացվում է սպորների ճնշող հիվանդությունը, դրանք ձուլվում են, եթե երկար է մնում
ձուլվում են, այսինքն սիմբիոզի մեջ են մտնում ներքին օրգանների, հյուսվածքների հետ։ Եվ այստեղ ստացվում է, որ ֆիբրոզներ, այսինքն շարակցական հյուսվածք նույնպես կարող է առաջանալ աուտոիմուն խնդիրներից։ Ուրեմն անբավարարությունը ընդհանուր առմամբ հնարավոր է բժշկել առանց փոխպատվաստման, երիկամների փոխպատվաստումը դա նույնպես տարեկետում է տալիս, բայց հնարավոր է կրկնվել, եթե խրոնիկ հիվանդության հետևանքի է։ Եվ լինում են նաև նատրիումի եւ կալիումի փոխանակության խախտումից է, այսինքն երբ որ հեղուկը դուրս չի գալիս օրգանիզմից, լինում են նաև որոշակի եւ նյութափոխանակության խախտումներից եւ կարող է նաև վախերից է լինել, ստրես կոնֆլիկտներից, այսինքն պատճառն է պետք գտնել ու մոտեցումը պետք է լինի անհատական, եթե բուժվում է տվյալ պացիենտը տվյալ խնդրով այնպես ինչպես թղթի վրա է գրված, այսինքն կանոնակարգով, պետք տվյալ խնդիրը լուծել այդ դեպքում չի լինի, այսինքն պետք է անամնեզը կազմվի անհատապես եւ անհատապես եթե ամբողջ ինֆորմացիան ճիշտ ճշգրիտ տալիս է գոնե 90-95% ինֆորմացիան հիվանդը տալիս է խրոնիկ հիվանդությունների, ապա օգնելու հավանականությունը շատ է մեծանում։ Երիկամների անբավարարությունը այն ձևով, որ այսօր շագերտների մեջ բուժում են, դա մեծ վնաս է, զարմանալի է, որ նույն ճնշումը բարձրանում է, այսինքն պացիենտի մոտ 200-220 երիտասարդ, որը երիտասարդների մոտ այդքան չպետք է բարձրանա, երիկամների անբավարարության պատճառով ու ուժեղ հաբեր են ներարկում են կամ տալիս են խմումը, որը դրանից հետո ավելի է բարձրանում, այսինքն այդ պահին կարող է իջնել, հետո բարձրանալ։ Հետո լինում են դեպքեր, երբ որ սրտխառնոցներ ունենում այդպիսի պացիենտները, հետ է տալիս, այսինքն այդ դեպքում պետք է հասկանալ, որ օրգանիզմում տոքսիկացիա կա, օրգանիզմը մաքրվում է։ Հակա պրեպարատներ, որոնք սրտխառնոցը կճնշեն, չի կարելի այդ դեպքում տվյալ դեպքում, եթե տոքսիկացիա կա, եթե տան, այդ նյութերը մնալու են, օրգանիզմը հնարավոր է մահանա։ Ու այսօր կոնկրետ ախտանիշներին մեծ մասամբ չեն ուշադրություն դարձնում, այսինքն այդ ախտանիշը օրգանիզմում ինչի կա, հնարավոր է օրգանիզմը մաքրվում է, հնարավոր է նույն ճնշման դեպքում էլ երիկամներում խնդիր կա, կամ ասենք լյարդում խնդիր կա, եւ այդպես շարունակ։ Անբավարարությունը մեծ մասամբ, եթե ժամանակին է պացիենտը դիմում, հոմեոպաթիայով լինում է օգնել, բժշկել, նորից եմ կրկնում, եթե ամբողջ ինֆորմացիան հավաքվում է, այսինքն անամնեզը կառուցվում է, կազմվում է այնպես, ինչպես եղել է, այսինքն այսպիսի լուրջ խնդիրների դեպքում պետք է անամնեզը ամբողջական լինի։ Առողջ